ՀԾ հաշվապայիննում ընդլայնվել են աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի ձևավորման տարբերակները։ Ամսվա բոլոր հաշվարկները գրանցումները կատարելուց հետո կարող ենք ստանալ տեղեկագիրը լրացված վերջնական տվյալներով։ Տեղեկագիրը կանչելիս ունենք նոր դաշտ՝ տեղեկագրի լրացման ձև։ Դաշտը դատարկ թողնելու դեպքում տեղեկագիրը կձևավորվի դատարկ տվյալներով, ինչպես համակարգի նախորդ տարբերակներում էր։ Լրացման ձևերից առաջինը աշխատակիցների հիմնական գրաֆիկներին համապատասխան լրացման ձևն է։ Եթե աշխատակիցը տարբեր հավելումներ է ստանում, բայց գրաֆիկներից մեկն է համարվում հիմնական, կարող ենք լրացնել գրաֆիկը աշխատակցի տեղեկատվում և ստանալ տեղեկագիրը այդ գրաֆիկով կատարված հաշվարկների համապատասխան։ Ընտրենք այս տարբերակը և տանք կատարել։ Տեղեկագրում յուրաքանչյուր աշխատակից մեկ տողով է արտացոլվում և տվյալ գրաֆիկին համապատասխան արտացոլվում են մյուս գրանցումները, բացակայություններ, արձակուրդներ և այլն։ Տեղեկագրի լրացման հաջորդ ձևը հիմնված է հաշվարկված հավելումների գրաֆիկների վրա։ Սա կիրառվում է, երբ աշխատակցի համար հաշվարկվել է տարբեր գրաֆիկներով հավելումներ և ցանկանում ենք բոլոր հաշվարկված գրաֆիկներով ստանալ տեղեկագիրը։ Այս դեպքում տեղեկագրում աշխատակցին կարող ենք տեսնել մեկից ավել տողերով։ Երրորդ տարբերակի դեպքում վերցվում են աշխատակցին նշանակված բոլոր հավելումների գրաֆիկները, որոնք ցուցադրվում են աշխատակցի տեղեկատվում։ Այսպիսով, աշխատակիցների հաշվարկները գրանցումները կատարելուց կարող ենք ստանալ վերջնական տեսքի աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր։